օգտագործելու մակարդակը մենք ներկայացնենք հայկական դաշինքը իդեալի կետերը, խնդրեմ առաջին կետը։ Քրիստոսից առաջ 94 թվականին Արտաշատ ժամանեցին պոլտական բանագնացները, կնքվեց հայ-պոլտական դաշինքը, համաձայն որի առաջին կետ Հայաստանը գործողությունների ազատությունն է ստանում հյուսիսում, հարավում եւ արևելքում, իսկ Պոնտոսը արևմուտքում։ Մի օգ բավական։ Պոնտոսին հենց պետք է արևմուտք, այսինքն կռիվը Հռոմի վեր։ Նստի շարունակի Սյուզաննա։ Երկրորդ կետը կողմերը միասին ուժերով հարձակվելու են Կապադոկիայի վրա, որը տարածքում պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժառանգույքն ու բնակչությունը Հայաստանը։ Եվ երրորդ կետը շի երրորդ կետ դաշինքն ամրապնդել։ Դաշինքն ամրապնդելու նպատակով մի հրդեհ մեր դուստր Կլեոպատրային կազմակերպեց Տիգրան երկրորդին։ Ապրես, նստի։ Տիգրան մեծը կնքելով այս դաշինքը և ստանալով Պոնտոսի աջակցությունը պատրաստվեց իր մեծածավալ արշավանքների և նվաճումները։ 20 տարուց ավել մնալով Պարտեստաններով իսկական, Տիգրան արքան փայլի կրթություն էր ստացել։ Շատ լավ ուսումնասիրել էր Պարտեստանի ոչ միայն տնտեսությունները, այլև ռազմական ոլորտը, բանակը, ստորաբաժանումները, պարթևական հետևազորի ընդունակությունները, նրանց կրթել արվեստը, շատ լավ ուսումնասիրություններ էր կատարել և պատահական չէ, որ առաջին հարվածը իր արշավնվաճումների Տիգրան արքան ուղղեց հենց Պարտեստանի դեմ։ Մի բան էլ հավելեմ, երբ որ Քրիստոսից առաջ 94 թվականին կնքվեց հայ-պոնտական դաշինքը, Հռոմը հետևում էր, չէ՞, տեսնում էր իրականում չէր կատարում, նա չէր կարող այսպես ձեռքերը ծառասցնել, նա իր պարտքերների հետ կնքեց դաշինք, ըստ այդ դաշինքի Հռոմի և Պարտեստանի սահմանը պետք է դառնար երկշարք կետը, այսինքն նա դրանում իրան մեկին ցույց տվեց, որ իր թիկունքում էլ ևս հզոր դաշինք կա, հզոր երկու պետությունների միություն։ Քրիստոսից առաջ 87 թվականին Տիգրան մեծը զորքեր շարժեց դեպի Պարտեստան։ Նա կարողացավ գրավել Ատրպատականը, հյուսիսային ողջ միջագետքը Մարաստանում։ Գոդեց երկրորդ արքան հապճեպ խնդրեց հաշտություն և հաշտության արդյունքում նա հրաժարվեց հյուսիսային միջագետքից և մի շատ կարևոր բան եմ ասել ուզես արքայից, արքա տիտղոսից, որը Տիգրան մեծը կրեց և մինչև իր կյանքի վերջ և նրա բոլոր սերունդները մինչև Արտաշեսյան արքայությունների անկումը կրեցին արքայից արքա տիտղոսը։